Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը լավագույնը կլինի, եթե գնի Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամ որևէ երկիր։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Սրանով եւս մեկ վտանգ ենք ստեղծում մեզ համար։ Փորձում ենք ազատվել մի կախվածությունից, այն փոխարինելով մեկ այլ կախվածությամբ։ Երկաթուղին պարզապես ենթակառուցվածք չէ, դա երկրի տնտեսական շնչուղին է դեպի շուկաներ, բեռնափոխադրումներ, ներդրումներ։ Երբ այդ շնչուղու կառավարումն օտարի ձեռքում է, պետության տնտեսական կյանքը սկսում է ենթարկվել արտաքին որոշումների։ Արդյունքը մենք արդեն տեսնում ենք, միջազգային տարանցիկ ցանցերը խուսափում են ենթակառուցվածքից, որի կառավարումը կապված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակադրության եւ պատժամիջոցների նորանոր ռիսկերի հետ։ Նոր երթուղիները նախագծվում են շրջանցելով Հայաստանը, իսկ սա անթույլատրելի է։ Լուծումը մեկն է. Հայաստանի երկաթուղին պետք է գնի եւ կառավարի Հայաստանը։ Պետական ներդրումներով, եթե պետք է նաև պետական պարտքի ավելացման գնով, բայց սեփական վերահսկողությամբ, սեփական ռազմավարությամբ, սեփական շահերի դիտարկմամբ, որովհետև եթե մենք չենք վերահսկում մեր երկաթուղին, չենք վերահսկում մեր ապագա դերը տարածաշրջանային փոխկապակցվածության մեջ, իսկ առանց դրա ապա շրջափակում չկա, առևտուր չկա, աճ չկա, ինքնիշխանություն չկա, չկա ոչինչ։